բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներիս, ինչպես եք, երևի սկզբի կադրերից արդեն տեսաք, թե ինչ համեղ, որքան գեղեցիկ տորտ ենք պատրաստելու, սիրելիներ, տորտ Սպարտակ ենք պատրաստելու, ամենահամեղ տորտերից մեկն է։ Չգիտեմ ինչու, երբ որ աշունը գալիս է, ես սկսում եմ կրեմներով համեղ տորտ եմ պատրաստել ու ձեր հետ կիսվել այս համեղ բաղադրատոմսերով։ Քանի որ կրեմը պետք է եփովին լինի, այսինքն կրեմի մեկ մասը պատկանում է եփովի կրեմը, պետք է պատրաստենք սկզբից, այնպես որ առաջին պատրաստենք կրեմը, որ մինչև հովանա կպատրաստենք նաև շերտերը։ Սիրելիներ, այստեղ ունեմ 30 գրամ օսլա, սովորական եգիպտացորենի օսլա է, օգտագործելու ենք 2 հատ ձու ամբողջական, այստեղ ունենք շաքարավազ 150 գրամ, ավելացնում եմ միանգամից օսլային, միանգամից վանիլին, միանգամից ձուն, խառնում ենք, մի լավ խառնելուց հետո կարող ենք ավելացնել կաթը։ Կաթը սովորական սառը կաթ է, չեփված, գիտեմ հարցնելու եք, կաթը պետք է եփած լինի, թե ոչ, նման հարցեր շատ են լինում, միևնույն է երացնելու ենք, կարիք չկա նախապես երացնել, սառեցնել կաթը, հետո խանութի կաթ է, պաստորիզացված կաթ եմ օգտագործում, առանց երացնելու են հանգիստ մարդիկ այդպես սառը վիճակում խմում են։ Լցնում ենք կաթը, կես լիտր կաթ է, միանգամից ավելացնում եմ ու լավ խառնում ենք։ Երբ որ համոզվում ենք, որ լավ խառնված է, բոլոր բաղադրիչները արդեն լավ խառնված վիճակում են, դնում ենք կրակին, ցածր կրակին ենք եփելու, մանր կրակին, մինչև ինքը լավ թանձրանա։ Սիրելիներ, երբ որ օսլայով ենք պատրաստում, երկար չենք եփում կրեմը, որովհետև երբ որ սկսում է եփել, ինքը հատկություն ունի հետո ջրիկանալու։ Այնպես որ հենց որ եղում է, պետք է անջատել։ Հիմա կրակից հեռու չենք գնում, հիշեք, որ անդադ խառնելը շատ կարևոր է, որովհետև ձու կա մեջը, օսլա կա մեջը, որպեսզի ստացվի լավ զանգվածով, հարթ զանգվածով կրեմ, պետք է անպայման խառնել։ Կրեմը կամաց թանձրանում է, շարունակում եմ խառնել, կողքերից արդեն երևում է, որ սկսում է եռալ։ Այ հիմա, որ եռում է սիրելիներ, անմիջապես անջատում ենք ու շարունակում ենք խառնել։ Կրեմը անմիջապես տեղափոխում եմ ապակյա տարայի մեջ, երեսը ծածկում ենք ու թողնում ենք, որպեսզի հովանա սենյակային ջերմաստիճանում։ Դա շատ կարևոր է։ Շատերը տաք կրեմը դնում են սառնարանում, որ չի կարելի։ Երեսը պարտադիր այսպես հերմետիկ ծածկում ենք, որպեսզի չչորանա երեսը, որովհետև հակում ունի, չէ, արագ չորանալու։ Այսպես սիրուն ծածկում ենք ու այ հիմա անցնում ենք խմորի պատրաստմանը։ Վերջ։ Հիմա սկսում ենք պատրաստել խմորը։ Պատրաստեցի խմորի բաղադրիչները, որպեսզի հեշտ լինի, արագ լինի։ Սիրելիներ, ինչ ենք օգտագործելու։ 100 գրամ կարագ, օգտագործելու ենք 3 հատ ձու, օգտագործելու ենք 550-ից 600 գրամ ալյուր, օգտագործելու ենք 50 գրամ կակաո, դառը կակաո է, 2 ճաշի գթալ մեղր, օգտագործելու ենք 100 գրամ շաքարավազ, ես շաքարավազի չափը քչացնում եմ միշտ, օգտագործելու ենք 120 միլիլիտր կաթ եւ 1 թեյի գթալ սոդա։ Սիրելիներ, այս խմորը պատրաստվելու է կրակի վրա, ոչ թե գոլորշու վրա, հենց կրակի վրա, մանր կրակը միացնելու ենք, արագ խմորը պատրաստենք։ Նույն մեղրով տորթի նման է, բայց շոկոլադ է, այսինքն Սպարտակ տորթը նույն շոկոլադ է, մեղրով տորթն է, կարելի է այդպես անվանել։ Հիմա հերթով իմ հետ պատրաստենք։ Կաթսան դնում ենք կրակին եւ ավելացնում ենք 2 ճաշի գթալ մեղրը, ավելացնում ենք կարագը, շաքարավազը ու սկսում ենք լավ խառնել։ Երբ որ կարագը հալվում է, ավելացնում ենք 1 թեյի գթալ սոդա, այսպես ամբողջական լավ լիքը վիճակում ու շարունակում ենք արագ խառնել։
Երբ որ խառնում ենք, նկատում ենք, որ գույնը կամաց-կամաց կարամելի գույն է ստանում, այսինքն շաքարավազն ու մեղրը սոդայի հետ ռեակցիայի մեջ մտնելով գույնը փոխվում է։ Ես սիրում եմ, որ մի քիչ մուգ է լինում, համը շատ լավն է լինում։ Այ տեսեք, որքան գեղեցիկ գույն է ստացել կրակը, կարող ենք անջատել։ Այ տեսեք, կրակից վերցրել ինքը քանի որ դեռ տաք վիճակում է, շարունակում է գույնը փոխել, հրաշք գույն է։ Ուրեմն մեկ այլ ուրիշ ամանի մեջ ավելացնում ենք ձուն, մի քիչ այսպես հարում ենք, ու հետո ավելացնում ենք կաթը։ Ավելացնում եմ կաթը, ու այս զանգվածի վրա ավելացնելու ենք տաք զանգվածը։ Քանի որ զանգվածը տաք է, հենց անմիջապես հետո ամանը կմաքրեմ, պետք է խառնենք շատ արագ։ Ու հիմա զանգվածին հենց տաք վիճակում ավելացնում ենք ալյուրն ու կակաոն։ Այ տեսեք, ես արդեն գթալով եմ խառնում ու իմիջայլոց արդեն դժվար է խառնվում։ Քիչ-քիչ երևի ամբողջությամբ կլցնեմ սեղանի վրա։ Խմորը կտեղափոխեմ սեղանի վրա ու հանգիստ հովացնելով կհավաքեմ արդեն։ Հիմա խմորը հավաքում ենք։ Խմորը արդեն հավաքվում է, իմ մոտ հենց 600 գրամ ալյուր էր, այնպես որ ինձ ավել պակաս պետք չեկավ, իհարկե խմորը բացելու համար կողքից ալյուր ենք օգտագործելու, դա կարիք չկա, որպեսզի ես նշեմ որքան ալյուր ենք օգտագործում, մի փոքրիկ ձեռքով ալրոտելի ենք սեղանը ու վերջ։ Վերջ խմորս հավաքվում է, հիմա կբաժանենք 4 հավասար մասի կամ 5 հավասար մասի, կախված թե ինչ չափով եք թխելու, դրանից էլ է կախված, քանի որ իմ թավայի չափը 30-40 է, թավայի հակառակ կողմի վրա ենք թխելու, բավականին մեծ է, կարծում եմ 4 շերտում բավական է, թող մի քիչ էլ հաստացվի, խնդիր չի լինի, չէ, բայց հենց 4 հատն էլ լավ հերիքում է, այնպես որ հրաշք խմորը պատրաստ է։ Այս շոկոլադե գեղեցկուհուն հիմա բաժանում ենք 4 մասի։ Գունդ ենք անում, երեսը պարտադիր ծածկիկ շատ շուտ չորացող խմոր է, որպեսզի կարողանա գրտնակով բացել։ Հետո 4-ն էլ գրտնակով բացում ենք, ջեռոցը մոռացել եմ միացնել, տեսնում եք թե։ Միացնում ենք ջեռոցը 180 աստիճանում, այնքան արագ է թխվում, շատ արագ է թխվում, արագ իրար հետևից 5-6 րոպեում թխվելու է։ Թավայի հակառակ կողմի վրա մի քիչ ալրոտեք, հետո պատարակաղով պետք է ծակծկեք պարտադիր է, որպեսզի շատ այսպես տարբեր տեղերից չորի։ Մինչև ջեռոցը կտաքանա, ես արդեն երկրորդն եմ բացում, ժամանակ չեմ կորցնում, արագ աշխատում եմ։ Հետո ձեռքերով այսպես հավասարեցնում, ինչպես որ եմ ուսում արել։ Այսպես, ծակծկում ենք, ջեռոցս արդեն տաք է, 180 աստիճանում ենք թխելու, օդափոխիչը միացված, խնդիր չկա, շատ արագ է թխվելու, զգույշ կլինեք չվառեք, 5-6 րոպեում պատրաստ է։ Կրեմս լավ սառել է, հովացել է,
կարող ենք շարունակել կրեմի պատրաստումը։ Հիմա մի քանի խորհուրդ։ Կարող եք կարագ հարել, այսքան կրեմին 300 գրամ կարագը բավական է, 250-ից 300 գրամ կարագ հարել, քիչ-քիչ ավելացնել։ Կարող եք 500 գրամ մասկարպոնե պանիր կամ սերուցքային որևէ պանիր հարել ու քիչ-քիչ ավելացնել եփովի կրեմը, կամ էլ կարող եք 300 մլ սերուցքը հարել ու ավելացնել կրկին քիչ-քիչ եփովի կրեմը։ Հիմա ես կպատրաստեմ մասկարպոնե պանիրով։ 500 գրամ սերուցքային պանիրը հարում ենք ու քիչ-քիչ ավելացնում ենք եփովի կրեմը, այլևս վանիլին պետք չէ, որովհետև եփովի կրեմի մեջ վանիլին կա։ Վերջ սիրելիներ, կրեմը պատրաստ է։ Սիրելիներ, հավաքում ենք տորթը։ Կրեմ բաժանում ենք աչքաչափով 3 մասի ու հավաքում ենք տորթը։ Շատ համեղ կրեմ է, իմիջիայլոց խորհուրդ եմ տալիս, դուք էլ պատրաստեք, լավներ է ծծվում շերտերի մեջ, փափկացնում ու շատ համեղ է ստացվում տորթը։ Այ հիմա ավելացնում եմ արդեն ամբողջ կրեմը, որովհետև վերջին շերտի վրա ջնարակ ենք լցնելու։ Ու վերջինը։ Հիմա ջնարակ ենք պատրաստելու, որովհետև երեսին պետք է ջնարակ դնենք։ Իսկ ջնարակը պատրաստելու համար արդեն բազմիցս անգամ պատրաստել եմ, իմ բոլոր տեսանյութերի մեջ կա, համարյա որտեղ որ օգտագործում եմ, սիրելիներ, բաղադրատոմսը ներքևում կգրեմ, լավ որակով կակաո օգտագործեք, որպեսզի ջնարակը լավ ստացվի, ու այս տարբերակը ամենալավն է։ Կոնյակ չեմ օգտագործում, միայն կաթ, կարագ, լավ որակի կակաո եւ շաքարավազ, վերջում էլ կարագ ենք ավելացնում։ Դնում եմ գազօջախին, անընդհատ խառնում եմ, մինչև ստացվի մեր փայլուն ջնարակը։ Ջնարակը արդեն եփվում է, մի փոքրիկ թողնում եմ եփի ու ավելացնելու եմ կարագը։ Իդեպ չափաբաժինը ես կրկնակի չափաբաժին եմ ավելացրել, օգտագործել եմ 5 ճաշի գթալ կակաո, 13-ից 14 ճաշի գթալ կաթ, կախված է ճաշի գթալը ինչ չափով է, օգտագործել եմ 6 ճաշի գթալ շաքարավազ եւ հիմա կավելացնեմ 60 գրամ կարագ։ Կարագը, որ ավելացնում ենք, կրակը լրիվ ցածրացնում ենք, որ այսպես չբարձրանա, ու թողնում ենք հանգիստ հալվի։ Երբ որ հալվում է, թողնում ենք 2 րոպե էլ եփվի ու վերջ։ Մի փոքրիկ թողել եմ հովանա ջնարակը ու հիմա լցնում ենք ու տարածում ենք։ Տեսնում եք, չէ, ինչ փայլուն ջնարակ է, հրաշք։ Այ այսպես պետք է լինի իսկական ջնարակ ու ամենակարևորը շատ համեղ է։ Վերջ, պատրաստ է։ Սիրելիներ, այսա խորհուրդ եմ տալիս, ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ պարտադրում եմ, եթե հնարավոր է ամբողջ գիշերը պահեք կամ սենյակային ջերմաստիճանում կամ սառնարանում, բայց խորհուրդ եմ տալիս մի քանի ժամ պահեք սենյակային ջերմաստիճանում, հետո նոր դրեք սառնարանում, որպեսզի համերը տեղը գա, գեղեցիկ կտրվի, փափկի, զենց համով, հետո արդեն կվայելենք։
ծամելու կարիք չկա, հալվում է բերանում։ Ուղղակի փայլում են։ Անցել է մոտավորապես կարելի ասել 8 ժամ, սիրելիներս, ընտիր խմորեղեն է, հապուկ, նուր, հրաշք խմորեղեն է։ Խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել, իմիջիայլոց շատ լավ է ստացվում է, մեծ քանակությամբ, կարող եք նույնիսկ սարսափեցիկ ուղարկել, եթե ընտանիքի անդամներով քիչ եք ու քիչ եք ուտելու, կամ էլ հյուրասիրեք բոլորին, ինչպես որ ես եմ անում միշտ։ Սիրելիներս, դե ինչ հաջողություն, դուք տեսաք ինչպիսի փափություն ունի, դե համի մասին էլ չեմ ասում, հիմա կփորձեմ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսամիջին, սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ հետևում եք եւ Instagram-ով եւ Facebook-ով, YouTube-ով, շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար, սիրով ձեր համար, հաջողություն բոլորին։